թեմաները երբ առանձնացնում ենք, խոսում ենք տնտեսական առարկներից, բայց Հաջիևի դառնուն էլ պետք է խնդրեմ անդրադառնանք եւ այլևս ադրբեջանական կողմը 300,000 ադրբեջանցիների վերադարձի հստակ պահանջներով է հանդես գալիս, մենք երկու մեջբերում կանեմ դրանից, բայց միշտ դրան։ Երակոմ շուկան Հայաստանի տնտեսությունը շարունակում է լրջագույն սանկցիաների տակ գտնվել, Լարսում իրավիճակը խայտառակ է, բերք, պտուղ, բանջարեղեն ամեն ինչ ըստ էության փչանալու եզրին են, կամ փչանում են Փաշինյանցու դերով դեպքում ունեց իրան չի փչանում, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, համեցեք։ Պետակապարտը ազդարարում են համարյա 15 միլիարդ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Նախ ուզում եմ արձանագրել, որ ԵԱՏՄ շուկայից Հայաստանին դուրս թողնելու պահով դեռ ամիսներ առաջ նույն այս տաղավարից ահազանգել եմ, որ եթե Հայաստանի իշխանությունը ողջախոհ չգտնվի եւ իրականացնի այնպիսի քայլեր, որ ԵԱՏՄ-ն պարզապես փակի իր դռները հայկական ապրանքների առաջ, ապա մենք կունենանք տնտեսական կոլապս, աղետ եւ մեր տնտեսվարողները տարիներ պետք կլինի, որ ուշքի գան։ Փաշինյանի իշխանության մեջ չգտնվեց մեկ նորմալ կարգին տնտեսագետ, որ նրան հուշեր, որ ԵԱՏՄ շուկան փակվելու պարագայում այս իշխանությունը 8 տարի ամեն երկիր զվռնում էր եւ որևէ երկրում շուկաներ չէր փնտրում։ Եթե դուք վարում եք այնպիսի քաղաքականություն արտաքին, որ Ռուսաստանի հետ փորձում եք խզել ձեր հարաբերությունները, ապա բարի եղեք մեր տնտեսվարողների, մեր արարող ստեղծող ժողովրդի համար բացել այնպիսի շուկաներ, որ այդ դռները չեն փակվի հայ տնտեսվարողի առաջ։ Մենք այսօր դուք Լարսն եք նշում, բայց ես ուզում եմ գնալ օրինակ Արմաշ գյուղ, Սուրենավան գյուղ, Դալարիկ գյուղ, Դեռ Արմավիրի մարզ, Արարատի մարզ, մարդիկ իրենց բերքը ծառերին, ելակը թփերին, չգիտեն ում դիմեն եւ ինչ անեն։ Երբ որ չկա պետություն, դե ֆակտո չկա պետություն, չկա պետության ղեկավար, իրավիճակը դառնում է այսպես անկառավարելի։ Ինչ է նշանակում, ասում է, ես ձեր համար նոր շուկաներ եմ գտել, գնացեք եւ հարմարվեք այդ նոր շուկաներին, որտեղ ես գտել։ Պարզ վիճակագրական տեղեկատվություն, եթե նախորդ տարի Հայաստանից ԵԱՏՄ շուկա արտահանվել է 100 միլիոն վարդ, Ալա Պուգաչովան լավ էր երգում։ Հիմա այս տարի այլ երկրներ, ես չգիտեմ որտեղ, ընդամենը արտահանվել է 15,000 վարդ, 100 միլիոն եւ 15,000 վարդ։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Ավան Արինջը, Զովք սուպերմարկետների ցանցը, Երևան Սիթիների ցանցը դարել են ԵՄ տարածքներ։ Հարավարեմտյան թաղամասի շուկան, ԵՄ տարածքներ են դարձել։ Գնում տեսնում ես ծաղիկը, մի կապ վարդը, մի կապ կանաչու գին արժի։ Քիչ առաջ դուք կարդում եք, ասում եք, կանաչին ուտում են, վարդը չեն ուտում։ Այս իշխանությունը կարող է գիտի դրա ուտելու ձևը, մսխելու ձևը։ Ես կարծում եմ, որ սա միտումնավորության սկզբունքով Փաշինյանի իշխանությունը, միտումնավոր մեր տնտեսությունը տանում է մեծ աղետի, որովհետև դու լինես 8 տարի իշխանության, որևէ երկրում շուկա չփնտրես ու գալ կտրուկ, հանուն իր աթոռի, հանուն մեկ մարդու աթոռի Հայաստանի տնտեսությունը կործանվում է։ Դու քո աթոռի համար տարիներով, տասնամյակներով ձեռք բերված տնտեսական շուկան կտրես, թելը կտրես, երբ որ դու տարիներով ունես շուկա, այդ շուկայում ունես լոգիստիկ կապեր, այդ շուկայում կարողանում ես առաջացած խնդիրները հեշտությամբ լուծել։ Այսօր 7 միլիարդ շրջանառություն ունեցող շուկայի մասին է խոսքը։ Հասկանալի, այո, այդ շուկայում դրա համար հայկական յուրաքանչյուր ապրանք մաքսային արժեքով առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ տարածքում գտնվելով մենք կարողացել ենք իրացնել մեր ապրանքները։ Հիմա ինչ կարող ենք իրացնել եվրոպական շուկա, ասեմ, որ ոչինչ։
ուղղակի ասեն, որ ոչինչ։ Այնտեղ գուցե ասենք հայկական փոքր տաղավարներում հայկական չիրուչամիջ ուղարկեն, հայկական բաստուրմա ու սուջուխ ուղարկեն, բայց եվրոպական շուկայում դու չես ուղարկի ոչ խաղող, այնտեղ այդ բորդոյ խաղողի սորտ կա, չէ, Ֆրանսիայում հայտնի խաղողի այգիներ են, որտեղ հրաշալի գինիներ ու կոնյակ է թողարկվում։ Ինչ կարող ես թողարկել, ծիրան, հայ, լավագույն դեպքում, բայց դրա լոգիստիկ եւ բեռնափոխադրման ծախսերը այնքան շատ են լինելու, որ որևէ պարագայում բեռնափոխադրողին կամ տնտեսվարողին դա ձեռնտու չի լինելու։ Հասկանալի է, Եվրոպան փափուկ բարձ դրեց Փաշինյանի գլխի տակ եւ մի իշխանավարելու աթոռ, ասելով սա քո բաժինն է, բայց մենք դրա արդյունքում ունեցանք աղետ այսօր մեր տնտեսության մեջ, կեռասը ծառերի վրա, ելակը թփերի վրա, ծիրանի հարցը չեմ կարող ասել, այս տարի եւ ցավոք եւ բարեբախտաբար պայմանավորված եղանակային անբարենպաստ իրավիճակով ծիրանի բերքը այս տարի այդքան էլ շատ չէ, գուցե հայոց իշխանությունը կուտիկը կշտանա այդ ծիրանը, բայց ես կարծում եմ, որ մյուս տարի հայ տնտեսվարողին ինչ պիտի սուբսիդավորեն, որ մեր տնտեսվարողը 1 տարի հետո կարողանա ոտքի կանգնի։ Հայաստանում տնտեսությունը, տնտեսվարողը այդքան էլ հեշտ չի կարողանում գտնել եւ շուկաներ, եւ տնտեսական իր գործունեությունը ծավալելու մեխանիզմներ։ Ես մեր շրջապատում մեր ընկերներից մեկը ծաղկի ջերմոց ուներ, ջերմոցը այս պահին քանդում է, որպեսզի տակի հողը վաճառի, որովհետև մարդիկ վարկերի ու պարտքերի տակ են եւ որևէ նախադեպ չկա մեր տնտեսության մեջ, նայիրի տվկա, որ մի բան փլուզվում է, դա 1 տարի հետո վերականգնվում է։ Ինչու մեզ մոտ սկսեցին այսպես արագ ջերմոցային տնտեսություններ աճել, որովհետև արևային ջերմակայանների արկայության պարագայում, արևից էլեկտրաէներգիա ստանալու պարագայում մարդիկ մտածեցին, որ դա Հայաստանի համար այսօր տնտեսությանը զարկ տալու լավագույն ձևերից մեկն է, որոշեցին վարկերով, մեծ ծախսերով, նաև աշխատատեղեր բացեցին, հազարավոր աշխատատեղեր այս օրերին մեր բոլորի աչքի առաջ փակվում է։ Եվ այս ամենի արդյունքը այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա պահպանի իր արդյունքը։ Այս իշխանությունը, դուք ասում եք, կենտրոնական բանկը ասել է, որ 15 միլիարդի պարտք ունենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 8 տարվա մեջ 1 բան է կարողացել լավ անել։ Հրաշալի է իրականացրել ուղղակի, դա մեր արտաքին պարտքի ավելացումն է, որ արվել է այս իշխանության կողմից։ Մեջ են բերում, թե մենք դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ են կառուցել, բայց մենք տեսնում ենք, թե հարյուրավոր դպրոցներ ինչպես է մեկ զարկով փակվում, եւ սուտ է, որ իրենք ասում են 300-ից 1 դպրոց կառուցվեց, 500-ից 1 դպրոց կամ սուտ է, որովհետեւ այդ դպրոցների մեծ մասը պարզապես վերանորոգվել է, շատ քիչ թվով դպրոցներ են, որ հիմնանորոգվել են, երեք Ավինյան Տիգրանի հրճվանքը հասնում էր մինչև Կիևյան կամուրջ, մանկապարտեզ բացեցինք, դե մի հատ էլ մանկապարտեզ բացի, 8 տարի խափում եք Աչափնյակի մետրո եք կառուցում, մի մեծ մանկապարտեզը հիմա այլևս մեծ հայտնագործություն չի, այլևս մի մեծ սխրագործություն չի, մանկապարտեզ բացելը դա շարքային գործ է, որ պիտի արվի։ Աշխարհում արդեն մարդիկ այնպիսի տուրիստական կազմակերպություններ են արդեն տիեզերք ճանապարհում, դուք այստեղ մայրաքաղաքում մանկապարտեզ բացելով հրճվում եք, որ ինչ։ Իսկ քանիսն եք փակում, քանիսն եք փակում սահմանամերձ գյուղերում, դպրոցներ քանիսն եք փակում, ձեզ հարց տվել եք Տավուշի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում քանիսն եք փակում։ Ասма ոչինչ 10 կիլոմետր ճանապարհակը կտրեն կգնան։ Ընտրություններից առաջ այդքան խոսեցինք, սիրելի ժողովուրդ, ասացինք, որ նոր աղետի սպասեք, դուք չէիք հավատում, այդքան ձեզ խնդրեցի, այդքան ձեզ հետ խոսեցի, վերլուծեցինք միասին, փորձեցինք հասկանալ ինչից կարող ենք խուսափել, բայց տեսեք, որ այս իշխանությունը ամեն ինչ արեց, որ անխուսափելի դառնա պարզապես խուսափելին։ Մի քիչ ձեր ջանքերով, գուցե մի 20% ձեր ջանքերով, 80% իրենց ջանքերով անխուսափելին դարձավ այլևս անխուսափելի։ Հիմա
ուզում եմ հարց տալ տեսեք, մինչև հարցս անդրադառնա, մենք խոսում ենք տնտեսվարողների վատ վիճակից, մարդիկ քրտնաջան իրենց աշխատանքն են չեն ներդրել, բայց այսօր մամուլը գրեց, որ ասենք Փաշինյանի այդ քավորական ընտանիքի դասընկեր Վահե Ղալումյանը 6 անշարժ գույք է գնել 9 միլիոնով ասացիք։ Ահա 9 միլիոնով։ Սրբուի Գայլյանի անշարժ գույքի մասին էին այսօր նկարագրում, չեմ կարող հիշել քանիսներ, ինչքան որտեղից իրեն այսքան այս անշարժ գույքի չափաբաժինը, նույնիսկ այդ աշխատավարձով, որը ինքը ստանում է։ Էլ չեմ խոսում ԿՊ-ական մնացածների, այն որ ասում էր բանա գնանք սրա տունը սարքենք բան խնամքի կենտրոն նրա հիմա ասում եմ Նիկոլ Փաշինյան գնա Արարատ Միրզոյանի Ալեն Սիմոնյանի Տիգրան Ավինյանի ծնողների բոլորի այդ գույքերը դարձրու խնամքի կենտրոն շատ լավ խնամքի եւ մեկը Ստեվանում է մեկը Բարձունքում է մեկը բոլորը հարմար են խնամքի կենտրոնի համար այսպես իմ համար 3 տները դրել եմ դրանց նայել եմ շատ լավ խնամքի կենտրոններ են կարող եք գնալ ու դարձնել խնամքի կենտրոններ միայն հո ասելով չի որ սրանից խլեն նրանից խլեն հա մեկ էլ էս իշխանության մոտ լավ է ստացվում սրա այդ խլելու մեծագույն ցանկությունը այն որ ասма գողը գողից գողացավ աստված Ալիևը քեզանից է գողանում դու այստեղ հայ ժողովրդից ես գողանում Ի սկզբանե ասել եմ գողերի եւ սուտասաների իշխանությունը չպետք է վերարտադրվի Հայաստանում իսկ որ դուք գող եք դուք դրանում ապացուցել եք եւ շարունակում եք ապացուցել դուք անցած տարի դեկտեմբերին պետական բյուջեից 4 միլիարդ գողացաք եւ այդ ձեր գողոնի մասին ոչինչ չասացիք մինչեւ որ դրա մասին հրապարակումներ չհայտնվեցին Եվ հիմա մենք ուզում ենք, որ այս իշխանությունը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կեղծարարությամբ արձանագրված ընտրությունները, որ այս իշխանությունը ինչ էր նշանակում Նիկոլ Փաշինյանը ասում է ժամը 2-ին ասում է ես հաղթել եմ միանձնյա ամենամեծ հաղթանակը ունեմ Ես հիմա ճիշտն ասած չեմ հասկանում նաև մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի քայլերը սահմանադրական դատարան դիմելու, որովհետև 96 թվականից մենք դրա դառը փորձը ունենք ու լավ գիտենք ինչ է նշանակում դիմել սահմանադրական դատարան, ջրել այդ ընտրությունների կեղծիքի չափը, որևէ մեկին եթե կթվա, որ սահմանադրական դատարանը հակառակ որոշումը կկայացնի, ես դրանում շատ խիստ կասկածում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ Սահմանադրական դատարանը եւ դատախազությունը եւ դատավորը եւ քննիչ է եւ լուսավորիչ ու չգիտես ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը երեք չէ առաջի օրը իր մի հայտարարությամբ վերացրեց պետությունը Պարզապես իր այդ հայտարարությամբ վերացրեց պետությունը ասում է ԱԱԾ-ն ինքը գիտի որ գաղտնիքը բաց թողի եւ որ գաղտնիքը բաց չթողի այսինքն մենք այլևս չվստահենք որ ԱԱԾ պետը Բաքու է գնացել ինչ գաղտնիքներ է այնտեղ բաց թողել որովհետեւ ինքը գիտի որը բաց թողի իր ենթակայության տակ գտնվող գաղտնիքներ են ես հիմա կասկածներ ունեմ ինչ գաղտնիքներ է բաց թողնվել Բաքվում Այդքան ծնողներ մտել են իրենց երեխաների մասին տեղեկատվություններ են փոխանցել ԱԱԾ հանձնաժողովին։ Արդյոք այդ երեխաների գաղտնիությունը պահպանվել է նրանց գաղտնիության տվյալները, թե դա հայտնվել է Ալիևի ձեռքում։ Ես խիստ կասկածներ ունեմ այլևս, որովհետև փաստորեն ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի մի հատ փոքր կրպակ, հա, ինքը ինչպես ուզի վարվի, հա, ինձ համար դա ոչ այլ ինչ էր, քան պետություն չլինելու հայտարարություններ։ Ինչպես կարող է մի մարդ գալ ու բոլոր ինստիտուտները, բոլոր արժեհամակարգը այսպես վերացնել ու ասել, որ բոլորին էլ ասում է դուք կաշառքով ընտրված եք։ Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ իշխանություն, որը օրինական ձևով այսքան կաշառք բաժանածնիներ։ Օրինական ձևով այսքան կաշառք քան Փաշինյանի իշխանությունն է։ Ինչ էր նշանակում ընտրություններից 2 ամիս առաջ ասել նրանք չգիտեն ինչպես ծախսեն 10,000 դրամը, մենք ավելի լավ գիտենք, հետո բերել ընտրակաշառք տալ թոշակի տեսքով եւ իր ֆինանսների նախարարը ես խնդրում եմ ընդդիմադիր ուժեր վերցրեք այդ տեսանյութը երբ ֆինանսների նախարարը ասում է այդ
թոշակների 10,000-ի ֆինանսական աղբյուրը չկա։ Վերցրեք հետաքննեք, տեսեք, որտեղից այդ գումարը Նիկոլ Փաշինյանին, որտեղից տրվեց այս 10,000-ական դրամները եւ մինչեւ երբ է դա կյանք ունենալու։ Վերցրեք, ձեր ունեք լավ իրավաբաններ, լավ ձեր թիմերում մասնագետներ ունեք, վերցրեք, փորձեք հասկանալ։ Ինչ է նշանակում չկա ֆինանս, բայց տրվում է ֆինանս, որտեղից է այդ ֆինանսը։ Գուցե դա էլ է պարտք բերվել, գուցե դա էլ պարտքի միջափաբաժն է։ Ես արդեն 3-րդ նամակն եմ ստանում բժշկական անվճար ապահովագրությունից, այլևս մարդիկ չեն կարողանում օգտվել։ Ասում են մյուս ամիս դիմեք, 2 ամիս հետո դիմեք, կամ այսքանը անվճար, մնացածը ոչ անվճար։ Մենք հասկանում ենք, չէ, որ սա պետական մակարդակով կաշառքեր հայ ժողովրդին։ Դիմեք դատարաններ։ Դիմեք դատարաններ, եթե դիմում եք սահմանադրական դատարան, դատախազություն էլ դիմեք, եթե չկար ֆինանս, կամ ֆինանսների նախարարն է սուտ խոսել, կամ Նիկոլ Փաշինյանը, որ պարտքը դրել մեր բոլորի ուսին, որ 630,000 թոշակառուի կաշառի։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին, ուղիղ հարց։ 300,000 ադրբեջանցիները գալու են, թե ոչ։ Ուղիղ հարց։ Տղա եք պատասխանեք, ուղիղ հարց եմ տալիս, գալու են, թե ոչ։ Այն որ ասում եք, ով ասում է 300,000 ադրբեջանցի է գալիս, նա սրիկա է, ուզում եք ասել Ալիև դու սրիկա ես, թե ոչ։ Ուղիղ հարց, որ արդեն 3-րդ եթերն է ես հնչեցնում եմ։ Ուղիղ մեջբերում հիմա անեմ։ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի Չակերտներում արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Օրդուբադում վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան 3-րդ կոնգրես փառատոնի ժամանակ հայտարարել է արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար падգամավոր Ազիզ Ալեկբերլին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Եվ այդ համաժողովը ով է ֆինանսավորում։ Պետական ֆինանսավորում ունի, չէ, այդ համաժողովը։ Այո, եւ նա ասում է նույն այս Սորոսականները չեն ֆինանսավորում, Եվրոպա, այդ ֆինանսավորումը արևմտյան Ադրբեջան վերադարձի ուղիղ ֆինանսավորվում է Ալիևից, ուղիղ պետական կառավարումից է ֆինանսավորվում։ Այսինքն դա պետական ծրագիր է, դա պետական նպատակ է, եւ հիմա որ այսպես ասում էին սրիկա է, մրիկա է, բա քո Արսեն Թորոսյանը, որ ասում էր կազմակերպված ներգաղթ պիտի անենք, ում մասին էր դա ասում։ Ում էր բերելու, ռուսներին էր կազմակերպված բերելու այստեղ։ Այ դրա համար գալու են, այո, այդ ադրբեջանցիները գալու են, այդ դրա համար Նիկոլ Փաշինյանը, հիմա այս իշխանությունը, որ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը են տակնել հետ է, իր ամբողջ այդ խումբը 200 հոկանոց, սա ասում է, որ 6 ամիս Հայաստանում չապրած ՀՀ քաղաքացին, այլևս չպիտի մասնակցի ընտրության։ Հիմա ուղիղ հարց եմ քեզ տալիս, Նիկոլ Փաշինյան, դու ես կարգին հայ, կամ հայ, թե օրինակ Շառլ Անձնավուրը, դու ես լավ հայ, թե օրինակ Քրկ Քրքորյանը, Վահագն Հովնանյանը, մեր շատ ու շատ աշխարհահռչակ հայեր, բարեգործություն կատարած հայեր, դու ես հայ, թե նրանք, որոնք այս երկրի շենացման գործում իրենց մեծ ներդրում, ինչ է նշանակում 6 ամիս, դուք որ հանկարծ որ այս խմբակից դուրս եկան, այդ ձեր 200 հոկանոց թիմից դուրս եկան, ոչ Ռուսաստանի հայերը իրենց կհանդուրժեն, ոչ Եվրոպայի, ոչ Ամերիկայի։ Ես դա ձեզ վստահեցնում եմ, որովհետև ես որքան խոսում եմ իմ ընկերների հետ, ձեզանից զզվում են։ Ձեր ներկայությունը այնտեղ զզվելի է լինելու, ձեզ թվում է դուք միշտ այստեղ լինելու եք, տեղ եք ունենալու այստեղ։ Ադրբեջանցիները գալու են, հայերին Նիկոլ Փաշինյանը օրենքի ուժով զրկելու է ընտրելու իրավունքից, այս որ սահման մահման էլ ազատականացում, եթե իհարկե լինի, մարդիկ կգնան 6 ամիս կաշխատեն, ասենք Իսպանիայում, հետ կգան 6 ամիս ստեղ, որ նորից հաջորդ 6 ամիսը գնան տատիկ պապիկ պահեն կամ միտեղ աման լվանան, կգնան, ու այդ մարդիկ այլևս ընտրելու իրավունք չեն ունենա, քիչ այդ կբերվեն, քո հայրենակիցները, ինչպես Ալիևին Թրամփն էր, չի ասում, ուր է քո հայրենակիցը, քո հայրենակիցները կգան այստեղ եւ ընտրելու իրավունք կունենան։ Այնինչ չհաջողվեց 100 տարի Թուրքիային, 8 տարում դա կատարվեց մեր երկրում այս իշխանության ձեռքով։
Հիմա չեմ կարող ասել, ասենք 20% ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, իրականն եմ ասում, էլի այն մնացած ինչ արվել է, ինչ չի արվել, դա գիտի Նիկոլ Փաշինյանը եւ մնացած այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակահատվածներում տարբեր ընտրական process-ների միջով անցել են եւ գիտեն, թե ինչպես է կատարվում, ուղղակի այստեղ Նիկոլ Փաշինյանը բանակավության նոխած դարձրեց Վահագն Հովակիմյանին, Վահագն Հովակիմյանը հիշի, որ երկար չի լինելու այս իշխանությունը, ինչ ուզենաս անես, երկար չի լինելու։ Այո, այս իշխանությունը գնալու է փողոցով եւ այդ փողոց դուրս են գալու այն մարդիկ, որոնց Նիկոլ Փաշինյանը այսօր տնտեսապես պայթեցրեց, ֆինանսապես պայթեցրեց, ջերմոցատերեր, տնտեսվարողներ, այդ մարդիկ վարկերի ու турքերի տակ, այնպես էլ չի, որ սա այնպիսի պետություն է կամ հեսա Ամերիկան ու Եվրամիությունը քեզ այնքան փող են տալու, որ դու այս մարդկանց միլիարդների վնասը կարողանաս հատուցես։ Այո, պայթելու է ու սա պայթելու է փողոցում։ Ու դուք գնալու եք, այո, այն մարդկանց ձեռքով, որոնց խաբել եք, որոնց հիմա էլ խաբում եք, ասում եք գնաց, ձեր ապրանքը գնաց, չգիտեմ որտեղ, նրա ապրանքը գնաց ծաղիկը Հոլանդիա գնաց Իսպանիա, Լեհաստան, Ռումինիա, չգիտես ուր գնաց։ Այդ մարդկանց, որոնց դուք այսօր խաբում եք, ծաղիկը չեն էլ քաղում։ Այդ մարդիկ են դուրս գալու ձեզ քշեն։ Որովհետև հայրենիքի մասին մտահոգ մարդիկ, քիչ էինք, մենք չկարողացանք ձեզ քշել, բայց հենց որ դուք կպաք հայի գրպանին, դուք 10,000-ով 630,000 թոշակառույց գցեցիք ձեր ծուղակը, 10,000 դրամով, երբ որ այդ 10,000-ը բարձրացեցիք, 20 անգամ ապրանքների գին եք թանկացրել, բայց գցեցիք ձեր ծուղակը։ Մենք լավ գիտենք, չէ՞, մեր ժողովրդի բնավորությունը, ժողովուրդը դժգոհում է, երբ իր գրպանին են կպնում։ Այդ գրպանին դուք կպել եք ու շատ խիստ եք կպել, պատրաստվեք փողոցով գնալուն։ Ես հիմա չգիտեմ, մեր ընդդիմադիր գործիչները, քաղաքական ուժերը, ընտրություններին մասնակցած կուսակցությունները ինչ են մտածում, ինչ են անելու, թեպետ համահայկական ճակատ շարժումը ստորագրահավաք է կազմակերպել, Սամվել Կարապետյանը ասաց, որ հանրահավաք է անելու, մարդկանց փողոց է դուրս բերելու, գործընթացներ են, որոնք քայլ-քայլ գուցե իրականացում են, բայց ես միանշանակ ուզում եմ ասել, որ սահմանադրական դատարան դիմելը դա ուղղակի ժամանակ երկարացնելու հարց է, որովհետև Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է սահմանադրական դատարանը, հենց ինքն է դատախազը, հենց ինքն է ԱԱՑ-ն, հենց ինքն է այն յուրաքանչյուր այն պարետից մինչև չգիտես ով, հենց ինքն է։ Ես որքան գիտեմ Հաջիևը Դա բարոյական կողմն է, այո, որ ինչու հենց Դիլիջանում, որտեղ Ռուբեն Վարդանյանը ամենամեծ մի հատ էլ պիտի տանեին Տաթևի ճոպանուղին նստեցնեին, երևի տարել են, մենք չգիտենք, ինչ իմանանք։ Ամենտեղ կարելի է տեսնել մեր բարերարների գործերը, դրա համար եմ ասում, օրինակ Նիկոլ Փաշինյան, դու ես լավ հայ, թե Ռուբեն Վարդանյանը Բա մարդուն տարել ես Բաքվի բերդ, ժամանակին ասում էին նաև իր միջամտությամբ է, չէ, Ռուբենը հայտնվել Բաքվի բերդում։ Բա ասում ես խաղաղություն, ուտյուպություն, չգիտես ինչեր, բա գնա այդ բերդից այդ մարդկանց բեր, բա մեր արտաշիրիմում պահանջող ծնողները չգիտեն որտեղ խնկարկեն իրենց զավակների շիրիմները ոտնակոխը արվում, բա գնա այդ հարցերը լուծի։ Այդ բարոյական հարցերը գոնե կարողանայիք լուծել, ո՞րն է ձեր ուզածը։ Դուք ասում եք Հաջիևը եկել ժամանակ է տվել այս իշխանություններին, որ իրենց պահանջները հրատապ իրականացնեն, իսկ Թուրքիայից արդեն ասում են, որ սա ոչ այլ ինչ է, ոչ Թրամփի, ոչ է Զանգեզուրի, սա մեծ Թուրանի ճանապարհն է։ Ծափ տանք բոլորս, ովքեր Թուրքին մեր ձեռքով Նիկոլի հետևից գնալով թեկուզ 20 հոգի, 30 հոգի բերեցինք ու կապելու ենք մեր գլխին։ Սա արկա խնդիրներ։ Հիմա ուզում եմ անդրադառնամ Երևան քաղաքին եւ Երևան քաղաքում ստեղծված բարոյական ու խայտառակ պատկերին։ Անբարոյական։ Տիգրան Ավինյանի թեթև ձեռքով Երևանը վերածվել է աղետի գոտու։ Ամեն տեղ էլ
յուրաքանչյուր տեղ մարդիկ երբեմն ճանապարհներ են իրականացնում, երբեմն սա են անում, երբեմն են մի ճանապարհը։ Ուրեմն Դավթաշենից դեպի Զովունի գնացող հատվածը, որը Երևան քաղաքի մեջ է, անցած օրը տաքսում մեջ նաև ես էի վթարի ենթարկվում այդ հատվածում, խայտառակ պատմություն, քանդել են, թողել գնացել են։ Հարցնում եմ, ասում են արդեն 20 օր է քանդած է, բա ուր են շինարարները։ Այդ մարդիկ, ովքեր ամեն օր այդ աղետի միջով անցնում, այդ մահաճկներին անցնում են այդ փոքրիկ հատվածով, ասում են, որ տենդեր շահողին փողը չեն տալիս, որ գա։ Սա հանցագործություն է։ Այդ ճանապարհ անցնող վարորդներին, հուշում եմ, հանցագործության մասին հաղորդում տվեք դատախազություն, ոստիկանություն, որտեղ կարող եք։ Հանցագործություն է ճանապարհը քանդել ու մարդկանց մեքենաները օրը ցերեկով ավերել ու դարձնել այդտեղ վթարի բուն։ Հիմա Տիգրան Ավինյան, բա որ գիտեիր Կիևյան կամուրջը պիտի բանաներ 2-3 ամսով փակեիր։ Բա այն աչափնյակի մետրոն բացած լիներ, տղա ջան։ Ուր է այդ աչափնյակիդ մետրոն։ Ուր գնում էիր, ասում էիր 2023 թվականից հիշում եմ, ասում եմ նախագիծը պատրաստ է։ 24 թվականն ասում եմ նախագիծը պատրաստվում է։ 25 թվականն ասում եմ քիչ է մնացել, նախագիծը կվերջացնենք։ Բայց 23-ին ասում էր նախագիծը վերջացրած է։ 26 թվականն ասում եմ գրողի ծոց գնացեք բոլորդ, ոնց ուզեմ կքանդեմ Երևանը։ Ոնց կարելի է երկրի մայրաքաղաքը այս շոկ օրերին դարձնել աղետի գոտի, որ կողմով ասում ես, ձեզ մոտ եմ գալիս, մայթերը քանդած, քայլելու տեղ չկա, աչափնյակով 3 անցնում եմ, այսքան փնթի որ դուք եք, այսքան խուլիգան որ դուք եք, ոնց կարող եք այդպիսի պատկեր ստեղծել։ Ուրեմն ամբողջ մայթը քանդել են, մայթի այդ քանդածը լցրել են ճանապարհին, ճանապարհը լենտով փակել են, հայդե վարորդներ գնացեք, տղայեք, որ իրար չխփեք կամ մարդ չգցեք տակը։ Դուք ոնց կարաք այսքան ձեր ժողովրդին ատեք, ոնց կարաք այսքան չսիրեք ձեր ժողովրդին։ Սա նրանից է, որ Երևանը կառավարում է 9%-անոց եւ ժողովրդի կողմից չսիրված, չընդունված իշխանության ներկայացուցիչ այսօրվա։ Սա դրանից է։ Կամ քեզ ով է թույլ տվել Տիգրան Ավինյան, դու ով դարձար, որ ասես որոշում չի եղել, որ Աբաջանի նկարը գետնանցումի տակ լինի, պիտի մաքրենք։ Ով դարձաք դուք։ Բա ձեր բարոյականությունը ուր է։ Ով եք դուք, դուք ընդհանրապես այդ Աբաջանի անունը տալուց այնքան զգուշ պիտի տաք։ Ես հասկանում եմ, որ դուք կեղծ պապիկ կարող եք Աբաջանի բերել, ձեզ համար այդ արժեքը ունեն մեր տղերքը, ինձ հասած տեղեկություններով արդեն 3 հերոսի նկար Երևանի գետնանցումներում ու պատերում մաքրվել են։ Ես նախաձեռնելու եմ գործընթաց, որ որևէ մեկը իրավունք չունենա, կլինի քաղաքապետ, թե չգիտեմ ինչա պետ, որևէ մեկը իրավունք չունենա մատով կպնի մեր տղաների նկարներին, որտեղ էլ որ նրանք հայտնված լինեն։ Դուք դրա բարոյական իրավունքը չունեք, դասալիքներ, հող հանձնողներ, դուք դրա բարոյական իրավունքը չունեք։ Ցավոտ խնդիրներ են, երբ որ հատում են անգամ բարոյականության շեմը, մտնում են ներս։ Ասենք դուք այդ ընտանիքների վիճակը, հոգեբանական վիճակը պատկերացնում եք, հարգելի ժողովուրդ։ Մտնել գետնանցումի տակ մաքրել է նկարներից վախեցողներ, դա էլ եք պատվեր կատարում։ Ես դա էլ եմ հասկանում, չկա որոշում ձեր ձեռքն է, հետոյով որոշումներ կազմեք, որոնք որ արդեն արվել են, ոչ դուք Ալիևից հրահանգ ունեք, մեր հերոս տղերքին ջնջել անգամ պատերից, դուք չեմ զարմանա, որ վաղը եռաբլուրն էլ տակ ոտնատակ, սա խուլիգանություն էլ չի արդեն, սա հանցագործություն էլ չի արդեն, ես չեմ կարողam հասկանամ սա ինչ է, որոշ, ձեր ձեռքն է, թուղթը գրիչը, Այն մուրճեր ինչ գրո, ամեն ինչն էլ ձեր ձեռքն է, ինչա չեք կարող գրել ջնջել։ Ես կարծում եմ, որ մենք հետևություններ պիտի անենք,
բոլոր առումներով, տնտեսությունից մինչև երկրի սահման, երկրի սահմանից մինչև զինվորի նկարից վախեցող այս իշխանության նկատմամբ պիտի հետևություն անենք։ Պիտի հետևություն անենք եւ ինչպես իրենք եկան զավթեցին, զավթիչներին պիտի վռնդել։ Աթոռից պիտի վռնդել։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի աթոռը արդեն մեծ գին արժեցավ մեր երկրի տնտեսության վրա, մեր անվտանգության վրա, Արցախի վրա, բայց միշտ կարելի է շտկել։ Ես երեկ նորից լսում էի Սամվել Կարապետյանին, արդեն երկրորդ անգամ այդ ահազանգը հնչեցվում է, որ պարտվեց հայ ժողովուրդը, երեկ էլ նա իր խոսքում ասաց, որ հաղթել է Նիկոլը, հաղթել է ինքը, հաղթել է մյուսը, բայց միջազգային կառույցները ծնկի են բերել հայ ժողովրդին, որպեսզի մենք այսպես ծնկած չմնանք, ուրեմն մենք պետք է լինենք առաջին քայլանողը։ Այսքանը, շնորհակալություն։